Խոստովանություն հաղորդման հյուրն էր դերասան Նարեկ Հայկազյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Նարեկը հաղորդման սկզբում անկեղծորեն նշեց, որ դերասանի մասնագիտությունը ընտրել է տատիկի երազանքը կատարելու համար, սակայն տատիկի մահից հետո։ Մասնագիտությունը սիրել է հետո, քանի որ սկզբում որոշել էր դառնալ իրավաբան կամ ատամնաբույժ։ Հասկացա, որ իմ մեջ ինչ-որ բան կա, միշտ աշխատասեր եմ եղել, իմ մոտ էսպես է, ինչ անում եմ, պիտի անեմ լավ։ Օրինակ կինս ծովինարը, շնորհալի է, ջանք չի թափում, որ կերպար ստեղծի, ես տանջվում եմ ու փորձում եմ անել լավագույնը։ Սկսեցի սիրել Վահե Շահվերդյանի շնորհիվ, սիրեցի ու ստացվեց էն ինչ ստացվեց։ Խոսք եղավ նաև տատիկի կորստից։ Հասուն կյանք մտնելը եղել է 15-16 տարեկանից։ Ապրելու խնդիր կար, կյանքը այդպես էր ստիպում, որ դու շուտ հասունանաս։ Ես իմ տատիկից հետո միանգամից հասունացել եմ, որովհետև շատ եմ իրանով ապրել։ Ինքը հիվանդ է եղել, մենք անընդհատ իրա կողքին էինք, շատ կարևոր է եղել ինքը մեր կյանքում։ Տատիկիս մահից հետո ես միանգամից հասունացել եմ, իսկ դա եղել է 16 տարեկանում։ Հասունացա հենց այդ օրվանից, որովհետև հասկացա վերջ։ Նշենք, որ Նարեկ Հայկազյանը եղել էր նաև Ամալիա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի շարք թեմաներից։ Հաղորդման ընթացքում նա խոսել էր նաև որդիների մասին։ Ես փորձում եմ այս ամեն ինչի մեջ դաստիարակել նրանց այնպես, որ վատը չընդօրինակեն, վատը չբերեն տուն, վատով չդաստիարակվեն։ Ինձ համար յուրաքանչյուր տարիքում դժվար է ծնող լինելը, բայց դա գեղեցիկ և հաճելի դժվարություն է։ Աստված ինձ տվել է այս պարտականությունը, ես պիտի պատվով տանեմ մինչև վերջ։ Հիմա իմ տղան լիարժեք ազատ է։ Ես իրեն ուղղակի զգուշացնում եմ վտանգների մասին։ Ինքը առանձին մարդ է, իր մտածմունքներով, աշխարհայացքով։ Մեծս, Անրիս, ինքը արդեն աշխատում է, շատ ուրախ եմ։ Ես 12 տարեկանից էի աշխատում, բայց ես միշտ մտածում եմ, որ այդ տարիքում պետք չի աշխատել, պետք է սովորել։ Ես ճարահատյալ եմ աշխատել, մութ ու ցուրտ տարիներն էր, որ ասում են հացին կակա ենք ասում, այդ վիճակն էր։ Բայց տղաս չունի դրա կարիքը։ Իհարկե կան բաներ, որտեղ թերացել եմ, բայց ամեն րոպե, ամեն վայրկյան փորձում եմ տալ առավելագույնը։ Միշտ ինչ-որ բան անելուց առաջ փորձում եմ այնպես անել, որ հետք չթողնի։ Մեր սերունդը ամենադաժան բաներն է տեսել ու տեսնում է, ու միգուցե դա է ճիշտ պինդ դառնալու համար։ Իմ ամենամեծ տրավման տատիկիս մահն է եղել, բայց դրանից առաջ էլ կորուստներ են եղել։ Դերասանի ավագ որդին պետք է զորակոչվեր բանակ, և Նարեկը անկեղծ խոստովանել էր այդ առումով շատ մտավախություններ ունի։ Նախ տղաս փոքր-ինչ ենթակա չէ ծառայության, աչքի խնդիր ունի, համարյա -6 է տեսողությունը։ Ես չեմ համակերպվում այս ամեն ինչին, ինչ որ կատարվում է։ Ես ինձ հիշում եմ, ծնված օրվանից պատերազմի մեջ ենք։ Բայց ես մի բան գիտեմ ու մի բանում վստահ եմ, որ մենք Աստծո երկիր ենք ու Աստված մեզ պահելու է ու չի թողնելու, որ մեր երկիրը կործանվի։ Նարեկը եղել է տան միակ երեխան, սակայն մայրիկի ամուսնությունից հետո լույս աշխարհ են եկել եղբայրները ու դերասանի խոսքով ինքը ջերմ հարաբերությունների մեջ է նրանց հետ։ Ես գժվում եմ իրենց համար, իրենք իմ աշխարհներն են, ես իրենց և եղբորս պես եմ նայում և պապայի։ Իմ հարազատներն են, հարազատից էլ հարազատ են։ Միշտ երազել եմ ինձանից 1-2 տարի փոքր եղբայր ունենամ։ Ժամանակ է եղել, ինձ շատ մենակ եմ զգացել։ Հարցազրույցներից այսքանը։ Այժմ Star News-ի կողմից առանձնացված հոլովակ դերասանի տարեդարձի արարողությունից։ Հոլովակը առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։